Հունվարի 23-ին Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց, որից հետո տեղափոխվեց դատարան։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության բժշկուհին ցուցաբերել էր անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով նախորդ տարի հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ազատ արձակել բժշկուհուն։ Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։ Բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով իր հաճախորդը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մասնակցել քննչական գործողություններին, բարձր ջերմություն է ունեցել։ Ինքն անձամբ զանգահարել է գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանին եւ ներկայացրել եղելությունը։ Բառացի ասեմ Ասոյանի խոսքերը, ասես 17 զոհ արդեն տվել ենք խոզի գրիպից։ Ու շտապօգնությունը Ասոյանի դրդմամբ է եկել։ Ես, պարոն Սիրունյանը, շտապօգնության մեքենան կանգնած ենք եղել քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց։ Շուրջ 35 րոպե սպասելուց հետո ժամային ինչ-որ բառախաղ չտանք։ Երբ իջել է նախաքննություն կատարող քննիչը, տվյալ պահին որոշում կայացնողը եղել է քննիչը, հարգելիներս, արեք չշեղենք, ինչ-որ ուրիշ ուղղություններ, ինչ կատարվեց, քննիչն իջավ սկորի շտապօգնության մեքենայի մեջ։ Ոստիկանության աշխատակիցները կարող եմ անունները պարզել տալ ձեզ, քննեք պարզեք, ապակին ջարդելով խփում էր։ Մեռավ, գիտակցությունը կորավ։ Բժիշկն ասում էր կմնա մեր վրա, մարդը մահացել է։ Ես իմ տեսածը նկարացնեմ ձեզ ներկայացնում։ Քննիչը կանգնած իրանց մոտ բժիշկի հետ զրուցում էին։ Ուր եք տանում, ինչ եք անում։ Թե ինչու նոր տեղում որոշվել են քննիչ եւ շտապօգնության աշխատող։ Հավատացած եղեք, լուսանկարանում կա, դուք ինքներդ կտենաք։ Թո տանեին Երևանից ձեր ցավը։ Թո տանեին, չգիտեմ ուր, թո քննիչը տաներ ուզում ալի։ Կոպիտ ասած, որպեսզի ավելի մաչիլի։ Շուշանիկ Բախշյանի տերը քննիչն էր։ Եվ Շուշանիկ Բախշյանի տերը լինելով քննիչ, ինքը որոշում է կազմել, թե ուր են գնում իր շտապօգնության աշխատակիցները։ Փաստաբան, Ասոյան, թողում ենք անուններ, ձեր ցավը տանեն։ Խոսելով գործի իրավական կողմի մասին, փաստաբանը հայտնում է, անձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ անձ նշված չէ։ Հունվարի 20-ին հարցաքննվել է փորձագետ Գագիկ Հարությունյանը, որն ասել է, հնարավոր է, որ Շուշանիկ Բախշյանն էլ մեղավոր լինի, պատմում է Սիրունյանը։ Սա միակ հարցաքննության տեսակն է ստորենքի, երբ որ փորձագետին կանչում են պարզաբանումներ ստանալու իր եզրակացության շուրջ, ինքը իրավունք էլ չունի փորձաքննությունից դուրս լրացնի ինչ-որ բան, մի բան, որ ստեղ չկա։ Իրան մասնագիտական հարցեր են տալի, մենք իրավապահներ ենք, իրավաբաններ, այս սա մեզ բացատրեք ինչա նշանակում։ Բայց իրան, քանի որ մեծ է հարցաքննությունը, վերջում հարց պատասխանող մոտավորապես այսպես շատ է չերապարակի, մոտավորապես այսպես, իսկ հնարավոր է Բախշյանը, ասում է կարող է եւ Բախշյանն է, ասում են եղավ, հարցաքննությունը ավարտում են, այսինքն դարավ Բախշյանը, բայց դա ամսի 20-ին է, ամսի 20-ը ուրբաթ օր չի, ամսի 20-ին ձերբակալվեիք, եթե սա է, ընդորում դատարանում միայն սա է ներկայացվել, որպես ձերբակալման շատ խիստ կարևոր պատճառ։ Փաստաբանի պնդմամբ Մերի Մարգարյանի մոտ հայտնաբերվել է HELP հիվանդությունը, որն անբուժելի է։ Հիվանդություն, որը որպես կանոն առաջանում է հղիների մոտ հղիության վերջի շրջանում եւ ժամերի ընթացքում մարդը մահանում է։ Դա հաստատվել է, որ մահացել է HELP-ից։ Ես ձեր հարցը շատ լավ հասկանում եմ, ամիսների ընթացքում տալիս եք։ Ինչի չեն հոսպիտալացրել, թողենք Շուշանիկին, ինչ որ մեկը լավ չեն արել։ Հոսպիտալացնողը լավ չի արել, իրոք չի հոսպիտալացրել, բայց բերեք մի քիչ բանականությունը մեր միացնենք։ Մահացել է մի հիվանդությունից, Աստված եղուկայի։ Հոսպիտալացնեիր մահանալու էր, չհոսպիտալացնեիր մահանալու էր։ Գործով ներգրաված փաստաբանները կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդություն են ներկայացնելու։ Նրանք համոզված են, բազմաթիվ մարդիկ պետք է հարցաքննվեն գործի օբյեկտիվությունն ապահովելու համար։ Ի սկզբանե մեղավոր ենք քթել հասարակությունով, եթե պետք է կներեք Facebook-ով մարդ դատենք, դատարան ինչ ենք պահում։ Շուշանիկ Բախշյանը այսա հաստատ դուր չի գալու։ Այն կողմեն թեև այն ճամբար չեմ ուզում ասել, դա ճամբարի խնդիր չկա, այդ ընտանիքին հաստատ դուր չի գալու։ Շուշանիկ Բախշյանը, այդ խոսքս հիմա էլ հիշեք, եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու։ Խախտում եմ հիմա փաստաբանության մասին օրենքը, հրապարակային էլ արգելված բան եմ անում։ Դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի։ Ո՞վ է լինելու։ Թող կնեն պարզեն իմ գործը։ Արմինե Ավետիսյան, Սոսե Բաղդասարյան, Առաջի լրատվական։